ներկայացնում ենք Պանացեա, բրենդ, որը շուրջ 30 տարի ներկայացնում է առողջարար եւ բնական կաթնամթեր, որի վառ օրինակն է նարինե բիոպրոդուկտը։ Պանացեան առաջինն է Հայաստանում, ով սկսեց արտադրել լակտոզ չպարունակող կաթ եւ յոգուրտ։ Այն դարձել է հասանելի բոլորին։ Բոլոր մթերքները պատրաստվում են բնական բարձրորակ կաթից, խստորեն վերահսկվող պայմաններում, առանց որևէ արհեստական հավելումների։ Այդ է պատճառը, որ Պանացեան վստահության արժանացած ընտրություն է հայկական ընտանիքների համար։ Իդեպ, բրենդը շարունակում է ընդլայնվել ներկայացնելով նաև ընտանեկան սիրելի կիսապատրաստի մթերքներ, սիրնիկներ, խաչապուրի, պելմենիներ եւ այլն։ Պանացեա, սեր առաջին գթալից։ Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Հեքիաթի սենյակի ձեզ են ողջունում Արևիկը եւ Լիլիթը։ Այո, սիրելի փոքրիկներ, ինչպես միշտ, այս անգամ սիրելիներս ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր հեքիաթ։ Մոնղոլական հեքիաթ։ Ժողովրդական հեքիաթ, այո, կարծում եմ շատ հետաքրքիր է լինելու, այն կոչվում է Լամա եւ ատաղծագործը։ Այո, սիրելի փոքրիկներ, բայց մինչ կներկայացնենք ձեզ հեքիաթը, կընթերցենք, պետք է ասենք, որ մենք այսօր ունենք հյուր, այսօր մեզ հյուր է եկել Միլենան։ Ողջույն։ Ողջույն։ ինչպես ես Միլենա։ Լավ։ Շատ ուրախ ենք, որ այսօր հեքիաթի սենյակի հյուրն ես եւ ուզում ենք մեր հարցերը ուղղել քեզ։ Արևիկ, դու սկսես թե ես։ Ես Սկսի։ Ինչով ես սիրում զբաղվել ազատ ժամանակ։ Ազատ ժամանակ զբաղվում եմ նկարչությամբ։ Նկարչությամբ սիրում ես նկարել։ Այո։ Բոլոր փոքրիկները զգացել ես Արևիկ, որ սիրում են նկարել ու պատահական չի, որ Դանելյան արտ ստուդիոյում խոստովանում են, կարծում եմ հետո անպայման դու կայցելես այս ստուդիո եւ կնկարես հետաքրքիր նկարներ։ Բայց Արևիկ, ես ուզում եմ մի քիչ ավելի խորքից գալ։ Միլենա, ներկայացրու քեզ, քանի տարեկան ես, որ դպրոցում ես սովորում, որ երրորդ դասարանում։ Ես սովորում եմ թիվ 93 դպրոցում, 10 տարեկան եմ եւ Որ դասարանում 5-րդ դասարանում։ փոխադրվում ես 5-րդ դասարանում։ Լավ ես սովորում Միլենա։ Այո։ Ապրես, իսկ ասես քո սիրած առարկան։ Մայրենին, ռուսերենը, մաթեմատիկան։ Այդքան մի անգամից սիրում ես։ Իսկ չսիրած Ֆրանսերեն։ ֆրանսերեն։ Իսկ ինչի՞ չես սիրում ֆրանսերենը։ Դժվարանում եմ։ Այո, դժվարանում է, ոչ թե չի սիրում, Արևիկ, ես միշտ ասում եմ, դժվարանում է։ Ես էլ եմ դժվարանում օտար լեզուներ սովորելուց, բայց կարծում եմ շատ լավ կլինի, որ հետո տիրապետես տարբեր լեզուների։ Միլենա, ինչ այլ խմբակների, ինչ որ խմբակների այցելում ես։ Նկարչության, բարի հաճախում եւ երգի։ Եվ երգի։ Հասցնում ես բոլորը միասին։ Իսկ հեքիաթներ սիրում ես, քանի Այո։ որ հեքիաթի սենյակն է, քո սիրած հեքիաթը, հեքիաթագիրը։ Կարմիր գլխարկը, Եվ Հովհաննես Թումանյանի Հուրի Ահա։ եւ Ծիտը։ Ամանորին ես էլ եմ շատ սիրում։ Այ Արևիկ, բայց Ծիտը հիշում ես, մենք ամենասկզբում ներկայացրել ենք եւ շատ հետաքրքիր հեքիաթ է, ես էլ եմ շատ սիրում։ Դե երևի սկսենք, հա, երեխաներ սկսենք եւ բայց ասենք, որ մեզ հետ է նաեւ Դանելյան արտ ստուդիոյի սան Մարգարիտան, ով կպատկերի հիմնախնդրած հերոսին կամ հերոսներին։ Մինչ կարդալը չմոռանանք շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին, որը աջակցում է մեր հաղորդմանը։ Շնորհակալություն ենք հայտնում նաև Պանացեա ընկերությանը, որը ներկայացնում է բարձրորակ անարատ կաթից պրոդուկտ, նարինե պրոդուկտը, ինչպես նաև համեղ եւ օգտակար յոգուրտներ։ Պանացեա, սեր առաջին գթալից։ Լաման եւ ատաղծագործը։ Շատ հին ժամանակ մի երկրում ապրում էր մի դաժան լամա։ Այդ նույն վայրում ապրում էր մի ատաղծագործ։ Մի անգամ լաման հանդիպում է ատաղծագործին եւ ասում. «Բոլոր մարդիկ պետք է օգնեն իրար։ Դու ինձ համար մի տուն շինիր։ Իսկ ես աստվածներին կաղոթեմ, որ քեզ բախտ ուղարկեն»։ Ատաղծագործը պատասխանում է. «Քանի դեռ իմ ձեռքերը կացին են բռնում, ոչ ոք իմ բախտն ինձ չի խլի»։ Ասում ու շարունակում է իր ճանապարհը։ Լաման գազազում է։ Նա սովորել, որ բոլորն իր համար ձրի պետք է աշխատեն։ Սկսում է մտածել, թե ինչ անի, որ կործանի այդ անհնազանդ վարպետին։ Մտածում է եւ հնարը գտնում է։
Վեր է կենում գնում թագավորի մոտ եւ ասում. «Այս գիշեր ես բարձրացել եմ երկինք, այնտեղ քո հանգուցյալ հորը տեսա, եւ նա ինձ պատվիրեց, որ այս նամակը քեզ հանձնեմ»։ Ասում եւ թագավորին է մեկնում մի նամակ, որ հենց ինքն էր գրել։ Թագավորը նամակը վերցնում ու կարդում. «Ես ուզում եմ այստեղ երկնքում մի տաճար կառուցել, բայց ատաղձագործ չունեմ։ Քո վարպետին ուղարկիր ինձ մոտ, իսկ թե նա ինչ ճանապարհով պիտի գա ինձ մոտ, Լաման քեզ կասի»։ Թագավորը կանչում է ատաղձագործին եւ ասում. «Իմ հայրն ուզում է, որ դու երկնքում իր համար մի տաճար կառուցես։ Ահա նրա հրամանը»։ Վարպետը նայում է նամակին ու հարցնում. «Իսկ ես ինչպես պիտի երկինք բարձրանամ»։ «Դա հասարակ բան է», ասում է չար Լաման։ «Երկնաբնակ արքան հրամայել է քեզ փակել մարագի մեջ եւ մարագը վառել։ Այն ժամանակ դու ծխի հետ կբարձրանաս երկինք»։ «Լավ, համաձայն եմ», ասում է վարպետը։ «Վաղը կեսօրին եկեք ինձ ճանապարհ դրեք դեպի երկինք»։ Վարպետը գնում է տուն եւ կնոջն ասում է. «Խարդախ Լաման ուզում է ինձ կործանել։ Մի բան պիտի անեմ, դու էլ ինձ օգնի»։ Ամբողջ գիշեր վարպետն ու նրա կինը մարագից գետնի տակով մի անցք էին փորում մինչև իրենց տուն։ Առավոտյան արդեն անցքը պատրաստ էր։ Կեսօրին վարպետի մոտ է գալիս թագավորը իր մեծամեծերով, հետն էլ Լաման։ Վարպետի փակում են մարագը, իսկ Լաման մի կույտ չոր խոտ է գցում մարագի մեջ եւ վառում։ Երբ հրդեհը բորբոքվում է, ամեն ինչ ծխով է ծածկվում։ Վարպետը գետնի տակի անցքով գնում է իր տուն եւ այնտեղի դռան ճեղքից նայում է, թե ինչպես է այրվում մարագը։ Իսկ թագավորն ու իր մեծամեծերը շարունակում են վերև նայել, որ տեսնեն ինչպես է վարպետը երկինք բարձրանում։ Խորամանկ Լաման էլ գլուխը դեպի վեր է տանում ու գոռում. «Ահա, հա, հրեն, հա, տեսնում եք վարպետին, ծուխը փաթաթել է նրան եւ ուղիղ դեպի երկինք է տանում»։ Այդ ժամանակ բոլորը ցրվում են ցանկանալով, որ վարպետը լավ կատարի երկնաբնակ թագավորի կամքը։ Մի ամբողջ ամիս վարպետը դուրս չի գալիս իր տնից։ Օրական 3 անգամ նա երեսն ու ձեռքերը լվանում է կումիսով եւ շուտով այնպես է սպիտակում, ինչպես գարնանային ամպ։ Երբ ամիսն անցնում է, վարպետը սպիտակ մետաքսե շոր է հագնում եւ գնում թագավորի մոտ։ «Երկնաբնակ արքան ինձ արձակեց, որ երկիր գամ եւ հրամայեց քեզ հանձնել իր նամակը», ասում է նա։ Թագավորը նամակը վերցնում է ու կարդում. «Ատաղձագործը շատ լավ տաճար կառուցեց ինձ համար, լավ կվարձատրես նրան։ Հիմա էլ 3 օրով ինձ մոտ ուղարկիր Լամային։ Տաճարն առանց Լամայի դատարկ է, վրանից էլ վատ է։ Թող Լաման ինձ մոտ գա նույն ճանապարհով, ինչ ատաղձագործը»։ Թագավորը վարպետին ընծայում է մի ուղտ, 100 տուփ թեյ, նոր թամբ է տալիս եւ հրամայում է կանչել Լամային։ Լաման վարպետին տեսնում է ճերմակ դեմքով, ճերմակած ձեռքերով, ճերմակ շորերով եւ զարմանում, թե ինչպես է նա կենդանի մնացել։ Իսկ թագավորը Լամային ցույց է տալիս երկնաբնակ արքայի նամակը եւ հրամայում շուտ պատրաստվել ճանապարհ ընկնելու։ Եվ Լաման մտածում է. եթե հասարակ ատաղձագործը կարողացել է երկինք հասնել եւ ողջ առողջ վերադառնալ, ապա ինձ համար դա ավելի հեշտ կլինի։ Մյուս օրը կեսօրին Լամայի մոտ է գալիս թագավորը իր մեծամեծերով եւ ատաղձագործը։ Լամային փակում են մարագում, իսկ վարպետը մի կույտ չոր խոտ է բերում եւ մարագը հրդեհում։ Եվ Լաման ծխի մեջ քեղտվում է։ Միշտ այդպես է լինում։ Ուրիշի համար փոս փորողը ինքն է փոսն ընկնում։ Միլենա, քեզ դուր եկավ այս հեքիաթը։ Այո, Ինչ հասկացար այս հեքիաթը կարդալուց։ եթե մի վատ բան ես անում, փոս ես փորում, դու ես փոսն ընկնում։ Այո, անպայման վատությունը վերադառնում է քեզ, ինչպես նաև լավությունը, սիրելի փոքրիկներ, բազմիցս մենք ասել ենք հեքիաթի սենյակում, ինչ ցանում ենք, այն էլ հնձում ենք։ Այստեղ անդադ վատություն էր ուզում անել Լաման, բայց վերջում ինքը ընկավ իր վատության ճանկերը, այսպես ասած։ Հետաքրքիր էր, ինձ համար էլ էր հետաքրքիր, ես միշտ մտածում եմ, թե ինչ տարբերություն կան ժողովրդական տարբեր ժողովուրդների հեքիաթների մեջ, բայց կարծում եմ ոչ մի տարբերություն էլ չկա, բոլոր տեղերում էլ այս նույն ամեն ինչը տեղի է ունենում։ Միլենա, ինչ որ բան ունես ասելու, առաջարկելու երեխաներին։ Միշտ սովորեն իրենց դասերը եւ լավ ընթերցեն։
այո, շատ ընթերցեն հեքիաթներ, ինչպես նաև արդեն կարծում եմ քո տարիքում կսկսես կարդալ արկածային գրադարանին կտրամադրես քո այս արձակուրդները։ Դե ինչ սիրելի փոքրիկներ, չմոռանանք նաև, որ այս ընթացքում մեզ հետ է եղել ով Արևիկ։ Դանելյան Art Studio-ի սան Մարգարիտան։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է պատկերել։ Չենք մոռանում նաև շնորհակալություն հայտնել Պանասեան ընկերությանը, որը աջակցում է մեր հաղորդմանը եւ իհարկե պատրաստել է համեղ նվեր մեր մասնակիցների համար։ Միլենա, Պանասեան ընկերությունը քեզ է նվիրում համեղ յոգուրտներ եւ իհարկե նավներ բիոպրոդուկտը։ Խնդրեմ, իհարկե մենք մեր նվերը կհանձնենք նաև Մարգարիտային։ Եվ շնորհակալություն ենք հայտնում նաև Կլուբ Կապիտալի, որը աջակցում է հեքիաթի սենյակին։ Երեխաներ, իսկ հիմա ուզում եմ հրաժեշտ տամ երեքս միասին։ Եկեք։ Ցտեսություն։